Հայաստանը կարողացել է պահպանել իր հոգևոր իրական հարստությունը, կրոնը, մշակույթը, դարից եկած ազգային ավանդույթները։ Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի։ Կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը։ Օրինակ, յուրաքանչյուրի ընտանիքում գոյություն ունեն եւ ընդունված այդ ազգային սովորություններից բացի նաեւ իրենց ընտանիքին հատուկ միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից։ Հայերը լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար եկել հասել են մինչև մեր օրերը։ Մշակույթը չէր պահպանվի եւ սերնդեսերունդ չէր փոխանցվի, եթե գոյություն չունենային դրան նպաստող որոշակի միջոցներ, որոնցից կարող ենք առանձնացնել պատմության ընթացքում ձևավորված ծեսերը։ Ծեսն իրենից ներկայացնում է ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական եւ խորհրդավոր հատկություններ։ Ծեսը լայն տարածում ունի հավատալիքներում, կրոնում, կենցաղում, դիվանագիտական հարաբերություններում։ Ծեսերի առանձնահատկությունները երաժշտություն և պար։ Ծեսերն անբաժան են ժողովրդական երգերից, նվագակցությունից և ծիսական պարերից։ Խորհրդանշական ուտեստներ։ Ծիսական ուտեստները, ինչպիսիք են հարիսան, ղափաման, զատկի չամչով փլավը, ունեն յուրահատուկ խորհուրդ, կապը բնության հետ։ Շատ ծեսեր կապված են գյուղատնտեսական աշխատանքների և եղանակների փոփոխության հետ։ Օրացույցային տոնական ծեսերից են ծյառն ընդառաջը, բարեկենդանը, ծաղկազարդը, զատիկը, վարդավառը և այլն։ Ես այսօր կներկայացնեմ նրանցից մի քանիսը։ Քրիստոսի ծնունդը և մկրտությունը ջրօրհնեք։ Աստվածահայտության օրը կամ Քրիստոսի ծննդյան տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին։ 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, մկրտությունը հունվարի 6-ին։ Այս որոշումը 451 թվականին վավերացրեց Քաղկեդոնի ժողովը, որից հետո աշխարհի քրիստոնյա ժողովուրդները հայրից բացի ծնունդն ու մկրտությունը նշում էին առանձին։ Հայոց եկեղեցին հավատարիմ մնաց ծնունդը հունվարի 6-ին նշելու ավանդությանը։ Հունվարի 6-ին պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որը հայտնի է խաչը ջուր գցել կամ ջրօրհնեք անուններով։ Հասարակության աչքի առաջ քահանան խաչը ջուրն էր գցում և մեռոն կաթեցնում ջրի մեջ։ Հավաքվածներն անմիջապես օրհնված ջրի մեջ թաթախում էին իրենց ձեռքերը, համոզված լինելով, որ ջուրը կլավացնի իրենց։ Այդ ջրից թասերով, սափորներով տուն էին տանում, կաթեցնում յուղ ու պանրի կարասները, ամբարի մեջ մթերքների առատությունն ապահովելու հույսով։ Այդ ջրից պահում էին նաև մինչև հաջորդ տարվա տոնը և գործածում անհրաժեշտության դեպքում։ Սուրբ Սարգսի տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ, հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ Սպասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ։ Սուրբ Սարգսի տոնով սկսվում է բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ Սպասի 49-օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժունակություն ունեցող Զատիկի հետ, Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր, ուղիղ 63 օր։ Այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան, ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սուրբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։ Սուրբ Սարգսին նախորդող գիշերը չամուսնացած աղջիկները և տղաները ուտում էին աղի բլիթ, հավատալով, որ իրենց ընտրյալը երազում իրենց ջուր կբերի։ Տյառն ընդառաջ։ Այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է Տեր-ընդես անունով։ Տոնի պաշտոնական Տյառն ընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, ըստ որի, երբ Փրկչի ծնողները նրա ծննդյան 40-րդ օրը նրան տաճար տարան, այստեղ ընդառաջ եկավ Տիրոջ գալստյանը սպասող և խոր ծերության հասած Սիմոն ծերունին, որտեղից էլ առաջացավ Տյառն ընդառաջ, Տիրոջը ընդառաջ անունը։ Տոնական հանդիսությունները սակայն ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ վաղնջական պատկերացումների հետ։ Նշվում է փետրվարի 14-ին։ Տոնակատարությունը հիմնականում ուղեկցվում էր խարույկներ վառելով։
Ծաղկազարդը մեծ պասի 6-րդ կամ Զատիկին նախորդող կիրակի օրն է։ Քրիստոնյա այլ ժողովուրդների նման հայերը նույնպես այդ օրը նոր բողբոջած ուռենու ճյուղերով զարդարում են եկեղեցիները և իրենց բնակարանները։ Դրանում նրանք տեսնում են մեծ կենսական ուժ և կյանքի շարունակություն։ Այդ բողբոջները օգտագործում են բազմաթիվ ձևերով։ Այսպես, գիշերը եկեղեցում օրհնված ուռենու ճյուղերը, որոնք օժտված են առատացնող զորությամբ և չարխափան են, տուն էին տանում, գցում բոլոր մթերքների կարասները, ամբարը։ Այդ օրվա համար տանտիկինները մեծ քանակությամբ աղանձ էին պատրաստում, քանի որ կյանքի անընդհատություն խորհրդանիշ աղանձը գարնան ավետաբեր Ծարզարդի առաջնային ուտելիքն էր։ Աղանձ ու ձու էին տալիս նաև այդ կիրակի ուռենու ճյուղեր նվիրաբերելու համար տվյալ տուն այցելած երեխաների խմբերին, որոնք շրջում էին զանազան խաղալիքներով և երգելով շնորհավորում Ծաղկազարդը։ Զատիկը ամենահին և ամենասպասված տոներից է քրիստոնյա աշխարհում։ Բոլորը միմյանց այդ օրը շնորհավորում են։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատիկից առաջ Պասի շրջանում հայկական ընտանիքներում սկուտեղի վրա բամբակի բարակ շերտով ցանում են ցորեն կամ այլ սերմ, երբ դնում են այն լուսավոր տեղում այնքան, մինչև աճում են։ Այդ կանաչ բույսը խորհրդանշում է գարունը և բնության զարթոնքը։ Խոտի վրա դրվում են ներկված ձվերը և զարդարում են տոնական սեղանը։ Խաղ օրհնեք Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից 4-ն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը համարվում է Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրը, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը։ Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի օրհնության են բերում տարվա մեջ առաջին անգամ խաղված խաղողը։ Խաղողի պաշտամունքը հին սովորություն է նախաքրիստոնեական Հայաստանում։ Խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը։ Բարեկենդան Հայերի մեջ բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։